Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Սիրով ողջունում ենք ձեզ Հայաստան ձայնասփյուռի հարգելի ունկնդիրներ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստվածօրհնի Հայկուհի ջան։ Ինչպես ամեն երկուշաբթի կրկնությունը Կիրակի, այսօր էլ մեր հաղորդման շրջանակում ընտրել ենք մի թեմա։ Իմ կարծիքով շատ հետաքրքրաշարժ թեմա ենք ընտրել այսօր, խոսելու ենք խանդի մասին։ Այո, որովհետև ընտանեկան թեմաների մի շարք է բացվել, ամեն անգամ եթերից հետո ասում ենք, վայ, լավ կլինի այս թեման էլ խոսենք, մյուսն էլ խոսենք, մի քանի թեմաներ էլ մեր ունկնդիրներն են ուղարկել, կուզեմ ուրեմն ողջևորել մեր ունկնդիրներին, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերը, նյութերը, թեմաները առաջարկեն մեզ, ուրեմն Ռադիո Արմենիայի Facebook-յան էջով կամ anten.radio.armeni.com կայքի վրա։ Ես սկսելու եմ Պարուր Սևակի խանդում եմ բանաստեղծությամբ, եթե թույլ կտաք։ Իհարկե, իհարկե։ Ես խանդում եմ, անկեղծ ասած, թե ամոթ չէ, ինչ շատ ծանոթ ու շատ մոտ չէ, այդ ահավոր խանդ կոչվածը։ Իմ մեջ գուցե բնությունից ինչ որ մի բան անտեսված է, ուրիշ մի բան տնտեսված է։ Ընդամենը գիտեմ լոկայն, որ ես այնտեղ որտեղ մարդիկ հավանաբար եւ խանդում են, բարկանում եմ, ոչ տևական, քմծիծաղում անբավական, կամ ծիծաղում անբնական, եւ եղածը ես քանդում եմ, մեր խորտակված սերը վկա։ Խանդ, գուցե բարձ մի բառ է, բայց ոչ իր նշանակությամբ։ Խանդի զգացողությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, եւ դա բնական երևույթ է։ Սակայն կարող է դառնալ անկառավարելի, եթե չկարողանանք հնազանդեցնել այն։ Իսկ խանդը կառավարելու համար նախ պետք է հասկանանք, որտեղից է այն գալիս։ Այսպիսով, որտեղից է գալիս խանդը, հիմքը որն է։ Խանդը մարդկանց միջև շատ հաճախ հակառակ սեռի անձերի, ամուսինների միջև առաջացող մի հիմքից շեշտեմ բացասական դրսևորում է, բացասական երևույթ է, որի ծագման աղբյուրը անձի սեփականատիրական եւ եսասիրական ձգտումներն են։ Եվ որ դու կարծում ես, որ դիմացինը միայն քո սեփականությունն է, միայն քեզ է պատկանում, միայն դու իրավունք ունես նրա համար որոշումներ կայացնել եւ ինքը ուղղակի դրա իրավունքը չունի։ Երբեմն այդ խանդը կարող է լինել երկկողմանի, նման դեպքում ինքս կարծում եմ պատերազմ է դառնում։ Դա այլևս ընտանիք չէ, դժոխք է, այո, երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմ է։ Երբեմն խանդը լինում է միակողմանի, իմ դիտարկմամբ ավելի շատ դրսևորված երևի թե տղամարդկանց կողմից, իմ դիտարկմամբ, եթե հակառակ ես կարող ես ասել, իսկ երբեմն էլ խանդը կարող է լինել ոչ թե այդքան խորը եւ այդքան գիտես, որքան դառնա ամուսինների մեջ ինքնահաստատման, այսպես խաղիկ, մեկը մյուսին ինչ-որ բան անելու, շահագրգռելու կամ ավելի մեծ ուշադրություն գրավելու նպատակով։ Շատ կարեւոր է, որ ընդունելով հանդերձ որ այն սեփականատիրական էգոիզմի շատ մոտ է իրականում շատ եսամոլության տեսակ է, էգոիզմի տեսակ է, դա ընդունելով հանդերձ շատ կարևոր որ հասկանանք մարդու մեջ խանդի ծագման պատճառները եւ նպատակները նաեւ, որովհետեւ երբեմն խանդը արհեստականորեն է դրսևորվում մարդու մեջ ուշադրություն գրավելու համար։ Մի փոքր կարող է խանդի միջոցով մանիպուլացնել։ Այդպես խաղիկ է, այդ բառը օգտագործեցի, հատկապես կանայք են դրա վարպետները ստեղծել ինչ-որ տեսարաններ, որպեսզի դիմացինը իրեն ավելի խանդի, ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Բայց ինքնին անշուշտ առողջ եւ լավ երևույթ չէ։ Բնականաբար անխոս։ Իսկ ասենք սա ինչպես կարող է ազդել կնոջ եւ տղամարդու հարաբերություններին վրա։ Դե արդեն ասացի, որ հարաբերությունների վրա կարող է ազդել երբեմն կարող է դրականորեն ազդել, երբ որ այն մանիպուլյացիան եւ թեթև է, բայց շատ ավելի հաճախ հանդիպում ենք դեպքեր, երբ որ այն քայքայիչ ազդեցություն է ունենում։ Ես շատ գիտեմ ընտանիքներ, որոնք ուղղակի խանդի հողի վրա երկար չեն դիմացել բաժանվելուն, որովհետեւ դա այսպես ասած քրոնիկ կամ պաթոլոգիկ մարդու ազատությունը վերցնում է։ Խանդ է եղել, այո, եւ տրամաբանված չի եղել ընդհանրապես, այսինքն ուղղակիորեն դժոխքի է վերածել կյանքը։ Որքան խանդից հեռու, այդքան ավելի խաղաղ եմ կարծիքով։ Համամիտ եմ։ Իսկ շատ մարդիկ ինձ թվում է
դա ճիշտ չէ, բայց իրենց թվում է, որ եթե խանդում է, ուրեմն սիրում է։ Արդյոք սա ինչ որ իրականության հետ կապ ունի։ Տեսեք, խանդի դրսևորման պատճառները տարբեր կարող են լինել, արդեն ասացի, եւ հիմա ես բերեմ մի քանի պատճառներ, հասկանանք, թե դրանցում սերը որքանով կարող է լինել։ Օրինակի համար խանդի պատճառ կարող լինել անվստահությունը։ Տղամարդու եւ կնոջ միջև անվստահությունը ընտանիքում ինչպես կարող է լինել սիրո հետ ինչ կապ ունի։ Ինձ համար դա անթույլատրելի է։ Խանդը հետևանք է դիմացինին կորցնելու վախի։ Եվ դա որոշակիորեն գալիս է ներքին թերարժեքությունից։ Անձը չի կարծում, որ ինքը այնքան լավն է, այնքան կատարել է, ընդհակառակը գուցե իր մեջ տեսնում է թերություններ, սխալներ, որոնք իր կողակցին կարող են գրգռել, կարող են բարկացնել, ինքը վախում է, որ դրա հետևանքով կողակիցը կարող է իրեն թողնել եւ գնալ, կամ գնալ ուրիշի մոտ, կամ չսիրել իրեն այլևս, ուշադրություն չդարձնել։ Սա նորից անվստահություն է, բայց արդեն սեփական ուժերի հանդեպ եւ ոչ թե դիմացինի հանդեպ։ Այստեղ եւս ներքին խնդիրներն են, որոնք սերը եւ զույգերի միջև ներդաշնակությունը եւ միասին քննարկելը եւ լուծումներ գտնելը էական փոփոխություն կմտցնի, իսկ խանդը միայն կվնասի։ Խանդի պատճառներից է ուրեմն մարդու ձգտումը ինքնահաստատվել կամ ինքնաբավարարվել ուրիշին տիրելու, կառավարելու, ստորացնելու։ Այստեղ ուր է սերը։ Մենք արդեն մեկ անգամ խոսեցինք անձնական սահմանների մասին, եւ եթե խանդը այդ անձնական սահմանները հատելու վառ դրսևորումներից մեկն է։ Ուրեմն տեսնում ենք, որ խանդը ընդհանրապես սիրո պակասից է։ Եվ եթե խանդի մեջ կարող ենք դեռ մի քիչ դիտարկել, երևի թե 1-2% սիրո մեջ սեր լինի խանդի մեջ, թե չլինի։ Մի ֆրանսիացի գրող կար, անունը լավ չեմ հիշում, ասում է, շատ դիպուկ օրինակ է բերում, ասում է սերը եւ խանդը քույր ու եղբայրներ են, ճիշտ այնպես ինչպես հրեշտակները եւ դևերը։ Շատ սիրուն օրինակ է դիպուկի։ Մոտավորապես այդպիսի մի հարաբերություն կա սիրո եւ խանդի միջեւ։ Այսպիսով ինչ անեն այդ ընտանիքները դուրս գալու է այս իրադրությունից, այսպես ասեմ, եթե գոյություն ունի այդ խանդը։ Առաջին հերթին հասկանալ պատճառները։ Եթե պատճառները հիմնավորված են, դա մի կողմ։ Պետք է նստել, խոսել, զրուցել եւ հեռացնել այդ պատճառները, որպեսզի դիմացինի խանդի առիթ չտրվեն։ Օրինակ, ամուսինը աշխատում է մի կոլեկտիվում, մի շրջապատում, որտեղ շատ են կանայք եւ կինը զգում է, որ ասենք իր ամուսինը կարող է ամբողջ օրը շրջապատված լինել, տարբեր հեռախոսազանգեր ստանալ կանանցից եւ դա կարող է իսկապես հիմնավորված խանդի պատճառ տալ, որտեղ զգում է, որ կան մարդիկ, ովքեր որ չափը չեն ճանաչում այդ գործի մեջ։ Այստեղ պետք չէ կռիվներ սարքել, պատերազմներ եւ այլն, ուղղակի ամուսնու հետ պետք է խոսել, ասել, որ ես քեզ վստահում եմ, ես գիտեմ, որ դու քո կողմից ոչինչ թույլ չես տա, բայց ես որպես կին նկատում եմ, որ մյուս կողմից որոշակի ձգտումներ կան, կարծես թե խելացի ամուսինը այնպես կանի, որ կինը երկրորդ անգամ այդ ձգտումները չնկատի, այլ հանդակառակը նկատի իր հանդեպ ավելի մեծ ուշադրություն եւ կոլեկտիվի հանդեպ ավելի սահմաններ։ Սա ընդհանրապես կենցաղային օրինակ բերեցի։ Բայց եթե հանկարծ կա մի կետ, որտեղ որ մարդը ուղղակի խանդում է, չգիտեմ, փողոցում անցնող շնիկին կամ չգիտեմ, հարևանի տատիկին եւ մյուսին, որովհետեւ կամ երթուղայինի վարորդին, որովհետեւ այդ պահին իր կողակիցը այնտեղը իր կողքը չերոպեն մեկ զանգու, սա արդեն խորը մի տարբերակ է, որը գուցե անգամ մասնագետի միջամտության կարիք ունի։ Ես իմիջիալոց հիշեցի, ասեցիք, որ ուրիշ քեզ վստահում եմ ու հիշեցի մեր հայ տղամարդիկ այսպեսի մի խոսք ունեն, շատ հաճախ ասում են, ես քեզ վստահում եմ, բայց ես ուրիշ տղամարդկանց չեմ վստահում։ Դե կարող է այդպես լինել։ Դա սուտ խոսք չի իրականության մեջ, որովհետև տղամարդը իր կողմից գիտի տղամարդկային մտածելակերպի շեղվածության նրբությունները, կանայք իրենց կողմից գիտեն կանացի մտածելակերպի նրբությունները եւ խորամանկությունները։ Եվ կարևորը որ իրենք գալիս են եւ իրար հետ խոսում են։ Սա հիմնավորումը ամենակարևոր կետն է։ Հիմնավորել ինչու ես դու խանդում եւ եթե ես խանդի առիթ եմ տալիս, ես ամեն բան պիտի անեմ, որ այդ առիթը չտամ եւ ինչու եմ ես խանդվում, դա էլ պետք է հարցնեմ, ես ինչ պետք է անեմ, որպեսզի իմ կողակիցը ավելի հանգիստ զգա իրեն, որովհետեւ մեզ համար կարևորը մեր ընտանիքի խաղաղությունն ու սերն է։ Հետաքրքրական մի խոսք կա Աստվածաշնչում խանդի մասին չի անշուշտ, Տեր Հիսուս ասում է, եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է կամ ձեռքը կամ ոտքը քեզ սխալ ուղղության վրա է տանում, ավելի լավ է կտրես այն եւ առանց ձեռքի, աչքի եւ ոտքի Աստծո արքայություն մտնես, քան
ամեն բան տեղը, բայց դժոխք գնաս։ Նոտարպես նույն բանն է, եթե կա իմ ընտանեկան անդորը խաղաղությունը խախտող մի բան եւ դա անհանգստացնում է իմ կողակցին, եւ դա հիմնավորված եւ պատճառաբանված է ռացիոնալության, ադեկվատության սահմանում, անշուշտ դրա դեմ պայքարել է պետք եւ հեռացնել։ Եթե ոչ, ուրեմն այդտեղ խոսակցությունները եւ նյութը ավելի խորը պետք է լինեն եւ ավելի մասնագիտական գուցե միջամտության կարիք ունեն։ Որովհետեւ իրոք դեպքեր կան միջայլոց էնել Հայաստանում, որ կնոջ ասենք չեն թողնում աշխատել, ես դեպք գիտեմ, որ շենքի բակում հացի արտադրամաս կա, կնոջը չի թողնում հենց շենքի ներքևում արտադրամասում հաց թխել, որովհետեւ ինքը խանդում է։ Դա արդեն ըստիս նորմալ չէ։ Դա արդեն խորը պաթոլոգիական բժշկական միջամտության կարոտ մի հարց է ինձ թվում է։ Ու ֆինանսական իրոք դժվարություններ ունեն, բայց չէ։ Հարցը է, իմ կինը կամ այդ ամուսնու կինը, այդպես ասենք, այդ մարդը պիտի ասի, իմ կինը առիթ տվել է, որ ես խանդեմ կամ չէ։ Եթե չի տվել, ուրեմն խնդիրը իմ մեջ է։ Եթե իմ մեջ է, ուրեմն ես պիտի գտնեմ այդ խնդրի արմատը եւ փորձեմ դրա դեմ պայքարել։ Ուրիշ տարբերակ չկա ընտանիքը խաղաղ պահելու։ Ուրիշ ձև չես կարող։ Իսկ եթե դու միասին դիմացինից պահանջում ես, դիմացինի մեջ ես տեսնում խնդիրները եւ այլն, ուրեմն ընտանիքը պիտի քանդվի։ Ինչ անեն այդ ընտանիքների անդամները, ովքեր միակողմանի, այսպես ասած, զգում են այդ անառողջ պաթոլոգիական խանդը կողակցի։ Շատ դժվար է նման դեպքում ինչ-որ պատասխան գտնելը, շատ դժվար է, որովհետեւ մի կողմում կանգնած է մարդու կողակիցը, մյուս կողմում հարաբերությունների անառողջ լինելն են։ Կամ տանել հարաբերությունները այնպիսի մի փուլ, այնպիսի մի շրջան, երբ որ դուք կարող եք նստել, խոսել, հասկանալ, կամ միջամտել որոշ մարդկանց միջոցով, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն, դրանք կարող են լինել հարազատներ, բարեկամներ, կնքահայրը, հոգեբանը, քահանան, որոնք կարող են ինչ-որ ուղղություն ցույց տալ, կամ ուղղակի քարշ տալ կյանքը այդ սահմաններից ներս, ուրիշ տարբերակ չկա։ Բայց ես միշտ գերադասում եմ խոսենք մենք առողջ ընտանիքների մասին, որտեղ երկու կողմն էլ նորմալ, մտածող, կիրթ անձնավորություններ են, որոնք հասկանում են, որ իրենց համար լավագույնը ընտանիքի երջանկությունն է, ընտանիքում խաղաղությունը եւ սերն է։ Իսկ եթե մարդը ուղղակի չի կարողանում զսպել եւ դրանից ուղղակի ընկնում է ցնցումների մեջ հոգեբանական վիճակում, դա արդեն հոգեբանական խնդիր է։ Լուրջ հոգեբանական խնդիր է։ Ինչպես մինիմում, այսպես ասած, նույնիսկ։ Այո։ Ես կասեի, իսկ եթե փորձենք այսպես ստատիստիկորեն մոտենանք, ինչ է կարծում չնայած դուք սկզբից ասեցիք ավելի շատ տղամարդիկ են խանդում, բայց ամեն դեպքում կարող է ուղղակի կանայք դա ցույց չեն տալիս։ Հնարավոր է։ Չասեմ տղամարդիկ ավելի խանդում են, տղամարդիկ ավելի ուժեղ են ցույց տալիս սեփականատիրական դրսևորումները եւ սա կարծեմ ներքին նաև բնազդային մի հիմք ունի, որովհետև անտիկ ժամանակներից դեռ եկած մարդու գոյության սկզբից տղամարդը միշտ համարվում է առուն միշտ իգական սեռի համար պայքարող է, բնության մեջ էլ է այդպես։ Եվ որպես պայքարող, որպես այդ իր իրավունքները պաշտպանող տղամարդը մի փոքր ավելի է ցանկանում իր իշխանության ներքև տակ պահել, այսինքն իր կողակցին եւ թույլ չտալ, որ ուրիշ արուներ, ճակերտավոր ասած, իր շուրջը պատտվեն։ Իհարկե մենք չգիտեմ ճիշտ է թե չէ, անդադ խոսեցինք հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ոտնձգությունների մասին խանձ ստեղծելու, բայց դիտես երբեմն խանդի տեսակներ կան, որոնք օրինակ ծնողական խանդը կա, երբ որ դա արդեն կանանց մոտ է շատ ավելի ուժեղ դրսևորվում, դրա համար շեշտեցի։ Երբ որ մայրը ամուսնացնում է իր տղային, բայց մինչև խոր ծերություն ասում է իմ տղան է, ես իրեն պիտի սիրեմ, առաջին հերթին իմ տղան է, այո, առաջին հերթին իմ տղան է, եւ արդեն կնոջ կողակցի հանդեպ իր տղայի ցուցաբերում է ծայրահեղ խանդ, այսինքն տղամարդը եթե իր կնոջ տարեդարձին դեպքեր գիտեմ, ես տարեդարձին պետք է նվիրեր իր կնոջը մատանի, անպայման երկրորդն էլ պիտի առներ մայրիկի համար, որպեսզի պիտի կռիվ եւ պատերազմ չլինի, դա նույն հարգիտակին, ինչ որ կնոջ ծնունդն է, մայրիկին էլ կարող է դրանից ուրախանալ։ Սա ռեալ օրինակ եմ բերում, այսինքն, եւ այսպիսի օրինակները բազմաթիվ են եւ դրանք կարող են դրսեւորվել անգամ այս դեպքում արդեն կանանց կողմից։ Երևի թե այդպես ամեն մարդու էլ հատուկ է այս խանդի դրսևորումը։ Հետո ես կասեի, որ խանդը նույնիսկ կարող է լինել քուր եղբոր
Մեջ երբ որ ծնողները սկսում են մի երեխային շատ գովել, քան մյուսին, միգուցե հենց այդտեղից է սկսվում ինչ որ մրցակցություն։ Շատ համաձայն եմ, բայց դա ավելի բնութագրվում է որպես նախանձ։ Բայց ֆրանսերեն նախր ժալյուզի բառը ինքը նույն բառն է, համ խանդը, համ դա միայն ֆրանսերենի խնդիր է, չէ, դա հայերենի հարստության խնդիրն է, եւ բառերը նրբերանգներով զանազանելը, որովհետեւ անգամ հունարենի մեջ, Աստվածաշնչի մեջ տարբեր տեքստերը թարգմանություն եւ խանդ բառը նույն բառով են արտահայտում, որն է զելոս բառը օրինակ։ Հունարենի մասին եմ խոսում ես, թե 5 տակարում, թե նոր տակարում կա նախանձ եւ խանդ բառերը, որոնք նույն զելոս արմատն ունեն։ Այդտեղից չգիտեմ, եթե քեզ ցանում թե գոյությունի զելոտ բառը, նախանձախնդիր, եթե մի մարդ շատ ծայրահեղ նվիրված է ինչ-որ խորացած մի բանի մեջ, ասում են զելոտի մեկն է։ Ավելի աստվածաշնչյան տերմին է ինքը, այդպես է տարածված։ Շատ հետաքրքիր էր, բայց ստացվում է, ես մտածեցի նույնիսկ գոյություն ունի, որ զույգերի մեջ կարող է ինչ-որ մեկը ավելի շատ հաջողություն ունենա ընդհանրապես աշխատանքի մեջ, ասենք շփման մեջ, ընդհանրապես ոչ հակառակ սեռի, եւ մյուս կողմը նախանձի հենց դրան, որովհետեւ ինքը արդեն մրցակցություն է սկսում, որտեղ առողջ չի, որովհետեւ ընտանիք ասված բառը մոռանում են, արդեն ամեն մեկ ուզում է ինքը բարձրանա ու ավելի Համամիտ եմ, նույն նախանձի կամ խանդի նրբերանգներն են բոլոր սրանք դրսևորումները եւ երևի թե տեղին է հիշեցնենք Աստվածաշնչի խոսքը ասում է սերը երբեք չի նախանձում, սերը նախանձոտ չի լինում, որովհետեւ սիրո հատկությունը դիմացինին լավը կամենալն է, սեր տալն է, կամեցողությունն է առհասարակ, իսկ նախանձը եւ խանդը չկամություն է, այսինքն բարի կամեցողություն չկա դրա մեջ, դու միայն ուզում ես քեզ համար, արդեն նախ անձ բառը հայերենի մեջ ոմանք ստուգանում են նախ իմ անձը, այսինքն քո էգոն, քո եսամոլությունը առաջին պլան է գալիս եւ դա կլինի աշխատանքի, ունեցվածքի, թե կողակցի հանդեպ մարդը երբեմն այդ զանազանությունը այլևս դժվարությամբ է իմն է եւ վերջ։ Այդպես է։ Հիմա ինչ ասենք մեր ունկնդիրներին, եթե իրենք հայտնվել են այսպեսի իրոք դժվար, ես կասեի շատ դժվար իրադրության մեջ, եթե ընտանիքը արդեն գոյություն ունի ու կա այս խանդը։ Չնայած ես ասեմ, որ աղջիկների մոտ երիտասարդ դեռ լավ չեն հասկանում այդ ընթացքում, դեռ երիտասարդ տարիքում իրոք շատ են խառնում, շփոթում, խանդը սիրո դրսևորման հետ մտածում են, որ խանդում է, ուրեմն սիրում է։ Ես որպես պատասխան կուզեմ Աստվածաշնչից մի հատված կարդալ, բայց նախ կուզեմ ասել, որ սիրելի ունկնդիրներ, մի մոռացեք, որ խանդը, ինչպես մետաղադրամը, միշտ ունի երկու երես։ Մի կողմում խանդվողն է, մյուս կողմում խանդողն է։ Եվ ինչպես ժողովուրդն է ասում, ծուխ առանց կրակ չի լինում, շատ հաճախ այդ խանդի ետևում կան հիմնավոր պատճառներ։ Առաջին հերթին փորձեք գտնել հիմնավոր պատճառներ եւ դրանք հեռացնել։ Եթե խանդվող եք, հեռացրեք խանդի դրդապատճառը, եթե խանդվող եք, նույնպես երկու կողմից աշխատանք է պետք։ Բայց մյուս կողմից չմոռանանք, որ սիրո դրսևորում չէ խանդը եւ ընտանիքում խաղաղությունը ամեն բանից առավել է եւ խաղաղության ու ազատության մեջ է, որ ընտանեկան հարաբերությունները եւ սիրո հարաբերությունները կարող են ծաղկել։ Ուրեմն սերը սիրո թռիչք է, իսկ խանդը այդ թռիչքի թևերը կտրողն է։ Երբեք մի փորձեք այդ ազատությունը չարաշահել, այդ ազատության սահմանները անցնել եւ կտրել այն թևերը, որոնք պետք է ավելի խաղաղ եւ բարգավաճ ընտանիք ստեղծեին։ Աստվածաշնչում մի գիրք կա, Երգերգոց է կոչվում, Աստվածաշնչի ամենասիրառատ գիրքն է, որովհետև ամբողջ գիրքը ցույց է տալիս տղամարդու եւ կնոջ սիրային պատմություն, համարվում է համաշխարհային սիրերգության թագուհին այս գիրքը եւ երբեք Աստվածաշնչից դուրս չի դրվել, հակառակ որ այնտեղ հոգեվոր շատ թեմաներ չեն քննարկում, բայց ինքը ամբողջովին այլաբանություն է։ Ամենայն դեպս այդ գրքի 8-րդ գլխում հետեւյալ տողերը կան, ասում է, որ Հարսը եւ Փեսան զրուցում են իրար հետ, աղջիկը եւ տղան, այսինքն ասում է ինձ իբրև կնիկ դիր քո սրտի վրա, իբրև մատանի դիր քո աջ ձեռքին, քանզի հզոր է սերը մահվան պես, իսկ խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։ Եթե մենք ուզում ենք դրախտ, եթե ուզում ենք խաղաղություն, ուրեմն խանդը պիտի դուրս անցնի, խանդը դաժան է դժոխքի նման եւ նրա թռիչքը, այսինքն նրա դրսևորումը հրի բոցի թռիչքի նման է, վառում է, այրում է ամեն ինչ։ Իսկ Սիրակի իմաստության գրքում տղամարդկանց է դիմում, բայց կարծում եմ երկուստը կարելի է օգտագործել, ասում է մի խանդիր սրտակից կնոջդ
եւ չար խորհուրդներ մի հարուցիր քո նկատմամբ։ Ինչը ցույց է տալիս, որ երբ որ դու խանդ ես անում, այդ չար խորհուրդները նախ եւ առաջ քո անձի վրա են ընկնում։ Դու ուզում ես սեփականատիրություն դրսևորել, ինչ-որ եսական զգացմունքներ առաջ բերել, բայց վնասը կրում ես ինքդ, որովհետեւ քո ընտանիքի ամբողջ ապագան, ներկան եւ ապագան եւ վիճակը կախված է հենց քո ապրած զգացումներից եւ քո ստեղծած դրախտից կամ Աստված մի արասե դժողքից։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ Հայկուի ջան եւ մեր ունկնդիրներին եւ Հայաստան Ձայնասփյուռի մեր գոլեգաներին արդեն կարող ենք ասել, մեր սիրելի աշխատակիցներին։ Ուսով եմ փորձեցինք որոշակի հարցերը parzabanել մեր ունկնդիրների համար։ Այդ ամենը կերևա, երբ որ ունկնդիրները մեզ լավ կամ վատ խոսքեր ուղարկեն, ինչ-որ բաներ ասեն։ Մեկնաբանեն։ Ես առաջարկում եմ, որ մոտ ժամանակներս, եթե ռադիոյի ֆորմատը թույլ տա, մենք ուղիղ եթեր եւ հարց ու պատասխաններ էլ անենք, արդեն բավական զրուցել ենք, հուսանք այդ կարևոր օրվան կհասնենք։ Անպայման ես էլ հաջողություն եմ մաղթում մեր ունկնդիրներին։ Ես եւս բարի օր, աստծորնությունները թող ձեր բոլորի հետ լինեն։ Շնորհակալություն, հաջողություն։ Եթերում էր Հայաստան Ձայնասփյուռի Լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։